Գործող նախարարներից որևէ մեկը չգիտի կշարունակի պաշտոնավարել նոր կառավարության կազմում, թե ոչ։ Մի օր էլ սպասեք, 2 օր։ Ըստ էության կլինեն դրա համար քաղաքական որոշումներ եւ դուք այդ բոլորի մասին կիմանաք։ Ըստ շրջանառվող լուրերի Հրայր Թոմասյանին այլ պաշտոն է խոստացել ու նա կլքի արդարադատության նախարարի աթոռը։ Իմ ցանկությունը բավականին քիչ է։ Կարող ենք փողոցում 2000 մարդ ցանկանա այդ ինչ-որ պաշտոն կատարելու։ Որոշողն ու ցանկացողները այս պարագայում ասեցի հանրապետության վարչապետն ու հանրապետության նախագահն է։ Մայիսի 31-ին նորընտիր ազգային ժողովի առաջին նիստում վարչապետն ու բոլոր նախարարները վայր կդնեն իրենց մանդատները, առավելագույնը 50 օրյա ժամկետում կձևավորվի նոր կառավարությունը։ Եթե գտանք, որ ուժերս պետքա ունենք, եթե ոչ, ապա կմտածենք այլ աշխատանքի մասին։ Ինչ վերաբերում է օրինաց երկիր կուսակցությունը լքելու մասին լուրերին, նախարարի պատասխանը հստակ էր։ Ոչ, օրենքի չեմ արժանի։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով հրաշալի պատասխան ունի այն հարցին, թե որտեղ կցանկանար աշխատել օրենսդիր թե գործադիր մարմնում։ Եթե դուք ինձ խոստովանեք, որ դուք ոսկեձկնիկն եք, ես դες կպատմեմ իմ բոլոր ցանկությունները։ Եթե ոչ, ապա այս խոսակցությունը շարունակել իմաստ չունի։ Ոսկեձկնիկին հանգիստ թողնելուց հետո պարոն Աշոտյանը նշեց, որ իր համար միևնույն է, թե որտեղ կաշխատի։ Քաղաքական գործի համար, այն էլ հանրապետական կուսակցության անդամի համար կարծում եմ ամենակարևորը լինել ճիշտ բան ճիշտ տեղում, այնտեղ որտեղ կներեն տվյալ մարդու պրոֆեսիոնալ ունակությունները եւ որ ինչպիսի որոշում որ կկայացնի կուսակցությունը։ Նարինե Էրիցյան, Հովսեփ Հովսեփյան, IPFE։